Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից անցել է 5 տարի, սակայն մինչ օրս պատերազմում զոհված եւ նահատակված անձանց թիվն ավելանում է։ Օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե եւ խնդրել տրամադրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած անձանց մասին հետեւյալ տեղեկությունները. Քանի անձ է զոհվել պատերազմի ընթացքում, 44-օրյա պատերազմի ավարտից հետո քանի անհետ կորած զինծառայող կա։ ՀՀ քննչական կոմիտեից օրաթերթին պատասխանել որ փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3941 անձ, որից 1702-ը ժամկետային զինծառայող, 860-ը կամավորական, 864-ը պահեստազորային, 143-ը այլ զորքերի զինծառայողներ, 44-ը քաղաքացիական անձինք։ Մինչ օրս անհետ կորած է 172 զինծառայող եւ 19 քաղաքացիական անձ։ Ժողովուրդ օրաթերթի նախորդ համարում անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի դրույթներին գրել էր, որ սահմանադրական դատարանը փակուղում է, կասեցրել է այդ օրենքի մասով գործի քննությունը եւ ոչ հակասահմանադրական է ճանաչում, ոչ էլ սահմանադրական։ Իսկ դատախազությունն այս ընթացքում մարդկանցից հիմնականում հաշտության հիմքով ունեցվածք է խլում։ Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանի վարույթում քննվող 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ գործը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն որոշել է դիմել Եվրախորհրդի մասնագիտական Վենետիկի հանձնաժողովին։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում փետրվարի վերջին, սակայն օրերս նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-ից 6-ը։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ ԿՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել ենք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդուպես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնելու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլ Փաշինյանի արդյունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ։ Դիցուկ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն Եվրաքվեի նախագիծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված ու չի բացառում, որ այն առհասարակ չեղարկվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ Օրաթերթը ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկացավ, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն խաղաղության բանակցության Թրամփի հետ հաշտության համար։ Հիշեցնենք, որ Թրամփն արդեն դադարեցրել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը։ Փաստ օրաթերթը գրում է. օրեր առաջ հողում տալով մեր աղբյուրներին տեղեկացրել էինք, որ ՀՀ նախկին մի Պարման Թաթոյանը առաջիկայում դառնալու է Ժառանգություն կուսակցության նախագահ։ Թեմայի հետ կապված փաստին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր ունեցած տեղեկություններով համաձայնությունն արդեն կայացած է ու առաջիկայում այդ մասին կհայտարարվի նաև պաշտոնապես։ Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Թաթոյանի հետ միասին կուսակցության այսպես ասած էլիտան կազմելու են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւ Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել։ Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացությունում նրանք կհյուրընկալեն Օսկանյանին։ Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։
Հրապարակ օրաթերթը գրում է. 3 ԿՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին 3 համարներին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի՝ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան, այսինքն վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախորդին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել։ Երկրորդ տեղում վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի ազգականն է, նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անց չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է եւ նրան ավականի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ։ Հրապարակ օրաթերթը գրում է. պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ որոշեց Գյումրու ընտրություններին մասնակցել մեր քաղաքը դաշինքով, որի կազմում ընդգրկված են Երվանդ Թարվերդյանի Միացյալ Հայաստան եւ Արթուր Վանեցյանի Հայրենիք կուսակցությունները։ Հայրենիք կուսակցությունը վաղուց էր քննարկում Գյումրու ընտրություններին մասնակցելու հարցը։ Ժամանակին նրանք Վանաձորում մասնակցեցին եւ այնտեղ ավականու 2 ակտիվ անդամ ունեն։ Ուստի Գյումրիում մասնակցությունը կասկածի տակ չէր առնվում։ Ավելին, կուսակցությունում կային մարդիկ, որոնք դեմ էին Մարտուն Գրիգորյանով մասնակցելուն, կարծում էին, որ հայրենիքն ինքնուրույնն էլ քաղաքթարի անցողիկ շեմ է, իսկ Մարտուն Գրիգորյանն ասոցացվում է Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի հետ, բայց երկար բանակցություններից հետո որոշվեց, որ Մարտուն Գրիգորյանին կաջակցեն։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի տեխնատուների կարգախոսներին, մեր Սարիկը, մեր Ռուբոն, ապա Գրիգորյանի թիմում կատակում են, իրենք թող Գյումրունը լինեն, քաղաքը մերը։ Դաշինքի երկրորդ համարը Գյումրու ներկայիս ընդդիմադիր ավականներից Սվետլանա Ադամյանն է։